Ամեն կիրակի մասնակցում եք դուք պատարագին։ Չէ, ես տունն եմ, ինձ համար հնարավորություն չունեմ միշտ գալու։ Բայց ինչ կարևորություն ունի ձեզ համար եկեղեցին եւ առհասարակ պատարագների մասնակցությունը։ Գիտական առումով ասած մեդիտացիա է։ Օգտակար ասելով այդ քիչ է ասել։ Այդ կապակցություն է տեզերքի հետ, որքան անկեղծ ես, որքան ազատ ես, կապը ավելի հաստատուն ու ուժեղ է։ Ֆիզիկականից, հոգևորից, մտավորից սկսած կապակցություն է։ Բարերով դժվար է ասել, եղել որ մտել այդ տարածության մեջ, խոսալն ավելնաշտ է։ Կոնկրետ դուք ինչ եք զգում պատարագից հետո։ Ներողամտություն, բարություն, թեթևանում եմ էլի բերից։ Ճիշտ է վերջին շրջանում մի փոքր հանդարտվել է իրավիճակը, բայց նաև կխնդրեմ ձեր դիրքորոշումը հայտնել ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացած եկեղեցի եւ իշխանություն հարաբերություններին եւ իշխանության մարմինները փորձում էին միջամտել եկեղեցու հարցերին։ Դուք ո՞նց եք վերաբերվում դրան։ Բացասական։ Դե քաղաքականությունը եկեղեցին, հոգևոր աշխարհը տարբեր տարածքներ են։ Ոնց որ եկեղեցին երկրի ու երկնքի մեջտեղն է։ Սխալ է։ Անկախ որևէ բանից, եթե օրենքի մեջ դեպքերը, փաստերը պետք չէ այդ խոհանոցը բացել։ Եթե աշխարհի համար, նույնիսկ աշխարհի համար։ Այդ բարձր մակարդակով, բարձր մակարդակի նկատի ունեմ ինտելեկտուալով, այդ խոսալով չի։ Այդ ոչ թե սխալ է, նույնիսկ այդ ամեն ինչը կարելի է լռությամբ անել։ Այդ էլ է խոսալ։ Պետք չէ, այդ ուղղակի քաղաքականության աշխարհը այդ այլասերությունը։ Շնորհակալ եմ։